Ժողովուրդ ջան, ձեր բոլորի խնդրանքով այսօր պատրաստելու ենք Նապոլեոններ ենք պատրաստելու եւ տրուբուչկաներ։ Պատրաստելու համար ինչ է, մի հատ արագի մեջ ջուլ ներկայացնենք, ինչա պետք։ Ուրեմն պատրաստելու համար ոճան ունենք շերտավոր խմոր, կարակ, խտացրած կաթ եւ տրուբուչկաների համար ֆորմաներ են հարկավոր։ Սկսեցինք պատրաստել, ինչից ենք սկսում։ Պատրաստել, ուրեմն մեկ գունդը կվերցնենք բացելու համար, երկուսը կտեղափոխենք սառնարան, որպեսզի դու ես կտեղափոխեմ։ Հաջորդը ինչ է անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է վերցնում ենք ալյուր, սեղանին մի քիչ ալյուր ենք ցանում։ Եվ պետք է գտնենք Նապոլեոնի համար խմորը։ Խմորը պատրաստելուց հետո, որ արդեն սառցախցիկում եք պահում, հարկավոր է հանել սառնարանի մեջ, խմորը հետ գա, նոր սկսենք թխել։ Դու այդ կարողանաս աշխատես, չէ՞, ջուլ։ Հա, ողջան, մի անգամից եթե սառնարանից Նայեք, հիմա ես մատքով ահանգի սխմում եմ, ինքը պետք է այս ձևի լինի, հա, ջուլ։ Ճիշտ է։ Ես ձեզի խոսք էի տվել, չէ՞, ես պետք է ամբողջական ջուլային սաղ հարցնեմ։ Ջուլ, տարբերություն չկա, չէ՞, ինչ ձևի գրտնակես։ Չէ, ողջան, այս խմորը տարբերություն չկա։ Կան խմորներ, որ պետք է մեկ ուղղությամբ գրտնակեն, բայց այս խմորը ոնց ուզում ենք այդ ձևել բացում ենք։ Իսկ ջուլ, մի հատ էլ հարց էլի, քանի որ ես էլ մամարել է հետաքրքիր։ Հիմա որ դու գրտնակում ես, ամբողջական ուժը պետք է այդ ձևի, չէ, ողջան, չէ, շատ ուժեղ պետք չի։ Հանգիստ է պետք, չէ։ Թեթև։ Ինքը հեշտ բացվող խմոր է, ողջան։ Ուրեմն մեկ գունդը պետք է կիսենք երկու հավասար մասերի։ Խելու ենք երկու գնդից Նապոլեոն, մեկ գունդը տրուբուչկա ենք անելու։ Հիմա հավասարացնեմ։ Իսկ կարակը ինչի համար է, ջուլ։ Կարակը գրեմի համար, ողջան, խտացրած կաթով կարակով։ Հիմա կարակը քեզի անհրաժեշտ չի։ Հենց հիմա չէ։ Սառնարանում Չէ։ պետք չէ։ Կարակը եւ խտացրած կաթը պիտի լինի սենյակային ջերմաստիճան։ Եթե կարակը սառել է կամ խտացրած կաթը, հարելու ընթացքում կկտրվի մեր կրեմը։ Պետք է պահպանենք ջերմաստիճանը, որպեսզի նույնը լինի։ Պարզա։ Բացելուց հետո անհրաժեշտ է կողքերը հավասարացնում ենք, ուղղակի դանակը շատ զգուշ ենք օգտագործում, որպեսզի սիլիկոնը չկտրենք։ Ծնբոլ է դանակը շատ սուր է, չէ։ Ողջան, որ խնդրեմ, պրոթվին ինձ կտեղա։ Ջուլ, հա կփոխա անցյալ։ Ջուլ, գիտես ոնց արա, այս դանակը չի կտրի։ Մի րոպե, հա փոխ, անայ, յան հանգիստ էլ անես։ Չի կտրի սիլիկոնը։ Չէ, ջուլ, հա, համես։ Օգնեմ էլի քեզի։ Չէ։ Չի կտրի, յան կան լավ էս մասնը ուղղացնել է, չէ, պրոստը պես ջուլ։ Բայց մի տես։ Всё, Բանալը որ շերտերս բացվի ոնց։ Всё, ջուլ։ Վերևի մասն էլ, հա։ Անպայման։ Մի րոպե, ջուլ։ Մի րոպե։ Դու կտրի, ես քաշեմ վեր։ Չէ, պետք չի մի քաշի որ։ Всё, ջուլ։ Պրոթվինը չէ, քեզի փոխանցեմ։ Իհարկե մեջտեղից ենք հավասար մասի բաժանում։ Իսկ թվում է երևի սրանք վերցնենք, հա, ջուլ։ Եվ տեղափոխում ենք տապակի մեջ։ Պրոթվինի մեջ։ Պրոթվինի մեջ ենք տեղափոխում։ Իսկ այս կողերինը։ Այս կողքերինը վերջում կհավաքենք, կթխենք, որպեսզի փշուր անի։ Նախորդ ջեռոցը միացրել ենք 230 աստիճան։ Թխելու ենք մինչև լավ կարմրի խմորը։ Քանի րոպե, ջուլ, էդի ջեռոցից է կախված։ Ջեռոցից է կախված։ Լավ, ես տեղափոխեմ ջեռոց։ Ջուլ, հաջորդ գործողությունը ինչ ես անում։ Ուրեմն ողջան, կսպասենք թխվի, երկրորդ շերտն էլ կբացենք, նույն ձև կթխենք, կողքերինը կթխենք, տրուբուչկեք մայի վրա փաթաթելու ժամանակ կմիանանք։ Ի նկատի ունեմ լիստերը էս ամբողջական կթխես, տրուբուչկեք պատրաստելու ժամանակ կմիանանք։ Դե գնացինք։ Ջուլիա, դե բացատրի հաջորդ գործողությունը ինչ ենք անելու։ Ուրեմն խմորները Նապոլեոնի արդեն թխվել է։
Սա ցույց կտամ բոլոր կողմերից ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Նո արդեն այս խմորին տեսնելով դուք կարող եք արդեն մտածել ինչ կարող է թխվել։ Խաչապուրին էլ է շատ հաջող ստացվում, փախլավան։ Այս մեր խմորը հիմա կբացենք տրուբիչկայի խմորը։ Նապոլեոնի լիստերը թխված են։ Հեսա գրկնակենք տրուբիչկաներն էլ թխենք եւ պատրաստենք կրեմը ողջան։ Էսի քեզի հարկավոր է, չի խանգարում։ Չէ, ո՞։ Չէ։ Իսկ դա տանենք փոթեղափոխենք ուրիշտեղ։ Դե լավ, թողնա որ չի խանգարում քեզի։ Հիմա գրկնակենք շուտ տրուբիչկաներն էլ թխենք։ Հիմա էսի պիտի կրեմով, հետո իար շերշեր հավաքես։ Շերտերով միացնենք իրար։ Բայց դա շատ բարձր չի, նի ջուր որ իար։ Երկու հատ ենք պատրաստելու, մեկը ելակի միջուկով, մեկն էլ ուղղակի։ Այս կարգի պիտի լինի, հա, ասես բարձրան։ Հա։ Ոյ քեզի տո։ Ես մեջտեղը բացում եմ։ Հələ պատկերացեք որ 3 հատ դնենք, իար, դա հարսանիքի տորտ ալնելու։ Ես գիտես ոնց էի պատկերացնել, ջուր, ես գիտեի մեջտեղը պիտի կտրես։ Բացելու ենք կրեմ կսենք։ Հա, այտենց։ Հա, բարձա։ Լավ, բարձա ուրեմն։ Լավ։ Հիմա մեր օպերատորը մի քիչ մոտի կգա, հեսա ձեզի մի հատ սիրուն բան եմ ցույց տալու ժողովուրդ ջան։ Ուրեմն հեսա մոտի գամ։ Հիմա ժողովուրդ ջան, կանեք լավ սենց անեմ։ Հիմա ինչ որ ցույց եմ տալու, մտնում եք մեր Instagram-յան ալիք, բաժանորդագրվում եք ամենակարևորը։ Ու այս համեղությունը հեսա որ ցույց եմ տալու, վայելում եք։ Ուրեմն հեսա մեր օպերատորը մոտիկից կնկարանի։ Նայեք ինչ գեղեցկություններ են պատրաստը։ Նես որ մտնում եք, նայում եք։ Շատ գոմեղ է ստացվում։ Նես որ կարամ մեկ բան ասեմ, որ տակի մասը կարտոֆիլ է, մնացածը Instagram-յան ալիքում։ Ահա, ժողովուրդ ջան, այս համեղությունը մի հատ ձեր մոտ հեսա կփորձենք։ Ուրեմն ինչ ենք անում, ժողովուրդ ջան, բերեք ամեն առաջինը մի հատ կտրվածքը ցույց տամ։ Լստենայք։ Ու ինչ ենք անում, վայելում ենք։ Անուշ է ողջ։ Ահա շատ համով է։ Տակը չոր է եղել ո՞։ Չէ, շատ փափուկ է։ Հա։ Всё։ Տեսակ ինչ եմ պատրաստել։ Ոնց որ ստե միտեղ Instagram-յան ալիքի էջը կամստե միտեղ էջը կթողենք։ Ոնց որ մտեք ու վայելեք ժողովուրդ ջան։ Այս մեկը պատահում եւ ողջան հետո դերես կապա։ Անպայման հեսա բերեմ։ Կողքերի մասը դրում եք Նապոլեոնի համար եւ սկսում եք փաթաթել։ Ծամրացնում եք եւ սկսում եք խմոր այս ձև փաթաթել ֆորմայի վրա։ Ինչ պետք է տեղադրել, հա, ջել այս ձևի։ Հա, ողջան։ Սենց, հա։ Մեկը սենց, մեկը իրան հակառակ է չխռովում։ Հա, դաժե խռովում է։ Լավ։ Ահա։ Լավ, միջև դու պատրաստես, մտես մեր հայկական բալերը ես վայելա։ Օխը շատ համով է։ Նա ասում է մերը շատ համով է։ Կողքերին էլ կարող ենք թխել, որպեսզի Բասրանք ինչի համար են ջել։ Նապոլեոնի համար, ողջան։ Հա, որ չորանա, հա։ Հա։ Դրանք որպեսզի Նապոլեոնը շրանքներով զարդարենք։ Այս անկյունի մասը կդնենք, մնացածը կփաթաթենք։ Էս, հա, ունես էլի տրոբուշկեք։ Թխում ենք 230 աստիճանի տակ։ Րոպեն կորոշեք ինքներդ ձեր ջեռոցը քանի րոպեում է թխում, որովհետև շերտավոր խմոր տարբեր ջեռոցներ տարբեր ժամանակներում են թխում։ Բայց տարբերություն կա ջեռոցի մեջ, հա։ Շատ մեծ տարբերություն կա, ողջան։ Հա։ Կոնվեկցիայով չենք թխել, ուղղակի 230 աստիճան վերև ներքև։
Ուղարկենք ջեռած, կրեմը պատրաստելու ժամանակ կմիանանք։ Գնացինք։ Բացատրի ջուր, ինչ ենք անելու։ Ալճից ինչ ես անելու։ Սկսում ենք պատրաստել կրեմը մինչ եփեն տրուբչկաները։ Տարակը ավելացնում ենք ամանի մեջ եւ պետք է հարիչի օգնությամբ լավ խառնենք։ Եվ քթալ ավելացնելու ենք խտացրած կաթը եւ վերջում վանիլինը։ Հիմա միքսերի ձայնը խանգարի ոնց Դե իսկ թվում է երևի բան անես, թե հարելը ցույց տանք։ Իսկ մա դուք երաշտունք վայելեք, հարելու ժամանակ ցույց կտանք երևի։ Ոնց էս պատրաստում։ Գնացինք։ Քամին դրսում հեքիաթ է պատմում, բայց ներսում մեր տունը շողում է լույսով, սեղանին հացն է բույրը մանկության, մայրիկի ձեռքերով լի սիրով ու հույսով, սեր կա մեր տան պատերի մեջ, մի նոր արև է, ընտանիք իմ փոքր աշխարհ։ Ժողովուրդ ջան, վայելեցիք երաժշտությունը, հիմա Ջուլիան կներկայացնի ինչա անելու։ Սա էլ մեր տրուբաչկաները ժողովուրդ ջան թխվել է, մեջը կողքերով ամբողջությամբ։ Սա երկրորդն էլ ցույց տամ։ Այս էլ կողքերի մասն է, որովհետեւ փշրանք անենք։ Ջուլ, քո դեպքում քանի րոպե է պես։ 20 րոպե։ 20 րոպե է պես։ Սա էլ կրեմն է։ Սկսում ենք հավաքել մեր համեղությունները։ Եվ ներկայացա Ջուլ, ինչ ես անելու։ Սկսում ենք հավաքել ոնց։ Ուրեմն ուրեմն տեղադրել է կանդիցերսկի մեշոկի մեջ։ Այստեղ ելակ եմ տեսնում, ինչ դի անես։ Ելակը պետքա մեջը խմորի ավելացնենք ողջան։ Հա։ Մենք թե կարող եք չբացել մեջը, ուղղակի մենք սիրում ենք, որ մեջի մասն էլ կրեմ լինի։ Կրեմը ավելացնում ենք։ Տարածում ենք կրեմը։ Դու ես կվռնեմ։ Մեջի մասը ելակ ենք ավելացնում։ Եվ զգուշությամբ այսպես դնում ենք վրան։ Վերևը կրեմով այս ձև ենք անելու։ Ու չենք սխմում, Նապոլեոնը չենք իջացնում։ Որպեսզի կողքերի տեսքը ավելի գեղեցիկ լինի եւ երևա։ Ես ճիշտ հասկացա, Ջուլիա, հիմա անում ես, որ երկրորդը դնես վրան։ Այո։ Ահա, Ուղղակի մեջի մասը կրեմը չի երևում, իսկ այս կրեմը պետքա երևա ողջամ։ Հիմա որ վերևի շերտը դնեմ վրան, սա մի քիչ արագ անեմ։ Ես սիրում ձևը էլի ողջան, ավելի լավ է երկու հատ այս ձև Նապոլեոն ես պատրաստում։ Սեղանի երկու կողմերին դնում ես։ Հիմա պետք է էլի նույն ձև մեջտեղի մասը կտրես։ Ուղղակի այս մասը Լիշնի, հա։ մի քիչ հավասարացնենք։ Վերջ։ Հիմա պետք չի բացես։ Անպայման, մեջը պետք է բացել, կրեմ քսենք եւ նորից դնենք վրան։ Հիմա տեղափոխենք։ Մեջտեղի մասը նորից բացում ենք, միջուկի համար։ Բեր ես այս անգամ ես անեմ, որ էլի օգնեմ քեզ։ Փորձենք։ Այսպես, ոնց որ արիր։ Ճիշտ է։ Ձերը ամուսինը ոնց է եղել։ Հա։ Կրեմը տարածում ենք։ Ու էսի խտասած կաթով կրեմա, չէ՞։ Խտացրած կաթու կարակա։ Ես չեմ ավելացնում եփովի կրեմ Նապոլեոնի մեջ, ինչ այս ձևը ավելի դուր է գալիս, խրխրթան է լինում Նապոլեոնի շերտերը։ Չեմ սիրում եփովի կրեմով։ Բայց եթե սիրում եք փափուկ տարբերակը, կարող եք եփովի կրեմ էլ ավելացնել։ Հիմա պետք է տեղադրես։ Վերևի մաս։
Այսպես գեղեցիկ։ Դնում Հաջորդ քայլը ջուլ, ինչ ես անում։ նույնը վերևի մասն ենք անում, ողջան։ Հա, գեղեցիկ տեսք ես տալի։ Այո։ Հիմա ես ճիշտ հասկացա, ամբողջական կրեմը տեղադրում ես ու վсё, պատրաստ է։ Վերջ, շրանքներով զարդարելու ենք եւ ելակով։ Այս մյուսը ուղղակի կլասիկ կանենք, մենակ կրեմով կանենք։ Հա, վերևի մասը էլ չես անի։ Առանց ելակի կանենք։ Եվ վերջ, ողջան։ Հիմա հաջորդ գործողությունը Հաջորդը գեղեցիկ ելակով։ արդեն զառանի կտրատել ես։ Այո։ Ոչ, սիրուն տեսք ենք տալի։ Այո։ Ու ինչ արժի ես գեղեցկությունը։ Անգինա ողջ։ Եվ կարող ենք շրանքներով կողքերը նորից զարդարել։ Այդ ինքը գեղեցիկ է, որ այսպես կողքերն էլ լինի։ Այսպես։ Դիզայներական տեսք ենք տալիս։ Լավ, պարզ է, ջուլ, հիմա տրոպուշկեքն էլ ցույց տու, ինչ ձև ես պատրաստելու։ Ահա, հիմա հաջորդն ենք, չէ՞, պատրաստում ջուլ։ Ցույց կտանք տրոպուշկան։ Նույն կրեմը վերցնում ենք եւ մի քիչ ներքևի մասը ավելացնում ենք կրեմ, որպեսզի ամբողջությամբ միջև ներքև գնա, դանակի օգնությամբ մի քիչ ներքև եք տարածում կրեմը եւ ավելացնում եք ամբողջությամբ։ Վերջ։ Հիմա դրա վրա էլ պետք է այդ բանից ցանես։ Չէ, շաքարի պուդինգ պիտի անենք։ Տարածում ենք, կրեմը իջացնում ենք միջև ներքև եւ նորից ավելացնում ենք վերևի մասը կրեմը։ Վերջ։ Դե ուրեմն ջուլ, ինձ թվում է բոլորը պատրաստ ես, պատրաստ լինի։ Նապոլեոնը հավաքենք, տրոպուչկաները կրեմապատենք եւ միանանք։ Ինձ թվում է էլ ամեն ինչ բացատրեցինք, ժողովուրդ ջան, կմիանանք փորձելու ժամանակ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը մանրակրկիտ սաղ կներկայացնի, թե Ջուլիան ինչ գեղեցիկ պատրաստել է։ Էսի վիշնյաով է, քանի տանը կար, չէ, ջուլ։ Դե ներկայացա, դու ես պատրաստել։ Դե կլասիկ տարբերակն է, ողջան, մեջը միջուկ չկա, վերևը ուղղակի դիզայն են տվել գեղեցիկ։ Տրոպուչկաներն ամեն նորից նույն կրեմն է, խտացրած կաթով կարակով, սա էլ ելակի միջուկով է։ Դե, դավայ, վրաս կտրատիլը փորձեմ, ես էլ եմ ուզում իմանամ ինչ ձև է ստացվել։ Ելակը այսպես եւ Օ։ Խրխրտան ձենը լսեցիք։ Դե լբեր ջուլ տենա։ Սա հեսա ջուլ փորձեմ, ինձ թվում է ձեռքով էլ պետքա փորձենք ես գեղեցկությունը։ Ուրիշ ձև չեմ էլ կարա փորձեմ։ Այսպես մի հատ վերցնում ենք ժողովուրդ ջան։ Ու ոնց է չորա չէ՞ որ խրխրտոցը կա։ այսպես կլուբնիկը ստանք տեղադրում ու գնաց, բայց այս վերևի մասն է երևի։ Ոնց է։ Շատ լավ է։ Նա տուտելուց հետո մի հատ։ Հյութ ենք վայելում, չէ՞ ողջան։ Հիմա որը փորձեմ ջուլեսի։ Որն ուզես ողջան։ Որսի շովեսին ասարքվը։ Լավ էր։ Քսի լավն է այս մեկը ջուլ։ Անուշարը ողջան։ Մեր օպերատորի մոտիկից նայ մեկ ինքը փոխարվում է խմորը։ Խմորը շատ հաջողված խմոր է։ Շատ լավն է։ Հաջորդը էլի մի հետաքրքիր բան կպատրաստենք էլի շերտավոր խմորից։ Ճիշտն ասած Instagram-ով շատ նկարներ ուղարկել էին շերտավոր խմորով, պատրաստել էին գաթա եւ խմորն էին արել ուղարկել։ Շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր օգտվել են իմ բաղադրատոստից։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես եք ավելացնեմ մեկնաբանության մեջ անպայման գրեք ով է պատրաստը, ձեր մոտ նույն ձևի ստացում է թե չէ։ Ու ամեն վիդեոների վերջում ժողովուրդ ջան, էլի նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում եք, հեսա պետք է նստենք կնոջս պատրաստ այս քաղցրեղենը վայելենք։ Դե գնացինք վայելելու։